24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ՈՄԱ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարդանովը։ Բարև ձեզ, պարոն Վարդանով։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ադրբեջանը շարունակում է սահմանին սադրանքներ իրականացնել, մասնավորապես Խոզնավար Խնածախ հատվածում, ներսում զորավարժություններ է իրականացնում Թուրքիայի հետ միասին Մարմարիս քաղաքում միջազգային զորավարժություններ են, եւ բացի այդ Ադրբեջանը իր տարածքում փորձարկել է նաեւ ավիացիան օդ բարձրացնելով ուսումնամարտական ինքնաթիռները։ Ինչ խնդիր է առջև դրել Ադրբեջանը եւ ինչ արդյոք վտանգներ կան։ Այն երկիրը, որ Հայաստանում սխալմամբ Ադրբեջան է կոչվում, Բաքվի Հանրապետությունը, 20 թվականին եւ 23 թվականին գրանցելով, ասենք, մեծ հաջողություն, օկուպացնելով Արցախը, իսկ 20 թվականին, ասենք, հաղթական մարտեր ունենալով, ասենք, պաշտպանության բանակի հետ բախումների ընթացքում, ինքը ուրեմն անպատժելիության ասած մի հատ սինդրոմով է վարակվել եւ իրեն թվում է, որ ինքը միշտ կարողանալու է առաջ տանել իր շահերը, իր պետական, ազգային կամ թեկուզ, ասենք, ջարդարար ցանկությունները ժողովրդի իրականացնելը։ Պատճառը, ինչի պատճառով, ասենք, ասենց որ նայում ես, ինչի են միշտ սադրանքներ անում, այս վերջի մի ամիսը ավել նույնիսկ, դա մեկ էլ հնարավորություն խոսալ հետագայում ագրեսիայի դեպքում, որ տեսեք հայերը մի ամիս կրակում էին մեր վրա, կամ 2 ամիս անընդհատ կրակում էին, մենք դիմանում էինք, մենք շատ խաղաղասեր թուրք ժողովուրդ ենք, բայց դա չի անցնի, որովհետև եթե 20 թվականին իրանք ունեին համաձայնություն այդ կոնֆլիկտի բոլոր կարգավորողների կողմից, ես նկատի ունեմ Ռուսաստան, Միացյալ Ամերիկայի Նահանգները եւ Եվրոպա, Ֆրանսիայի դեմքով, հիմա այդ թույլտվությունը իրանք չունեն եւ հաշվի առնելով շատ չոր հակամարտություն հավաքական արևմուտքի, արդեն երևի Ամերիկան մի քիչ կողքի է կանգնել, բայց սենց տենց ինքն էլ այդ հակամարտության մեջ, ուրեմն այդ հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, հիմա այդ եռակողմ համաձայնությունը թուրքը չի ունենալու։ Ինքը դա գիտակցում է, բայց այնքան էլ չի վախենում, ասենք, որ չկա այդ համաձայնությունը։ Իրեն թվում է, եթե ինքը դոսի հավաքի հայկական խախտումների, օրինակ խախտումների, սահմանի խախտումների եւ այլն, ինքը կկարողանա ոնց որ ասած պլստա այն պատժիչ եւ պատասխան գործողություններից այդ պայմանական շեֆերի կողմից։ Եթե հիմա Ռուսաստանը իրան թույլ տա ինչ-որ ակտիվ գործողություն, արևմուտքը կխփի գլխին։ Արևմուտքը թույլ տա, Ռուսաստանը կխփի գլխին։ Ու բոլորը խփելու տարբեր ձևեր ունեն, բայց ունեն ու բավականին ցավոտ խփելու, պատժելու ձևեր ունեն։ Իրանց թվում է, թե իրանք դոսի հավաքեն, հետն էլ մի քիչ գումարվում է դրան անպատժելիության, ասենք, մթնոլորտը, որը տիրում է Բաքվի Հանրապետությունում, գալիս է այդ Խնածախի միջև Արավոս երևի, ասենք, մշտապես հիմնականում գիշերները, որ հանկարծ դիտորդները չֆիքսեն իրենց ակտիվությունը։ Բայց որևէ զեկույց էլ չեղավ դիտորդների կողմից, որ հայկական կողմը չի նախաձեռնողը, դեպ մեկ ամիս նրանք ապատեղեկատվություն էին տարածում։ Դիտորդները գալիս են ցերեկը, դրոշակները մեքենայի վրա բավականին բարձր բարձրացրած, ժամանակ թուրքը, եթե նման դոսի է հավաքում հայկական խախտումների, բնականա չի կրակի։ Դիտորդները գնում են, հետո նոր կրակոցները սկսում են։ Գիշերը դիտորդները տեղում չեն։ Ասում եք լայնամասշտաբ գործողությունների չի դիմի, որովհետև կոնսենսուս չկա միջազգային։ Կարա դիմի մտածելով, որ իրեն ոգևորված բնակչությունը, ասենք, ջարդարար բնակչությունը կոժանդակի եւ մեծ դոսիե կարա հավաքի հայկական խախտումների, թեկուզ հավաքել, ասելով, սարքելու մասին, ասենք, նկատի ունեմ էլի։ Բանսարկու այդ բաները կարա անցնի իր կարծիքով, բայց հավատացնում եմ ձեզ, ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան ուշադրություն չեն դարձնում իրական խախտողների վրա։ Ռեալի մեջ դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Իրենց շահերից բխող, ասենք, գործողություններ եթե չլինեն, իրանք լինելու են, ասենք, պատժիչ ինչ-որ սանկցիաներ կիրառող, Ռուսաստանի դեպքում հնարավոր է, ասենք, սանկցիաները նաև վերածվեն ռազմական գործողությունների։ Այ ոնց որ 20 թվականին
երբ որ արդեն ժամանակային բանի մեջ թուրքերը չէին տեղավորվում, ռուսական ռազմական զորախաղերից մնացած Հյուսային Կովկասում, ասենք, զորքերը տեղաշարժվեցին դեպի թուրքերի Բաքվի Հանրապետության սահմանները։ Դա նաև եղավ պատճառներից մեկը, ինչի համար զինադադար կնքվեց։ Փաստորեն, եթե մենք մի քիչ էլ դիմանայինք, պատերազմը ուրիշ ընթացք կունենար, բայց մենք չդիմացանք։ Իսկ այդ կրակոցները, որ սկզբում ասում են օդ են կրակում, հետո պարզվեց, որ նաև բնակավայրերի ուղղությամբ են միտումնավոր կրակում եւ նույնիսկ վնասված ստացած տարածքներ կան, բնակավայրեր կան։ Սա վախի մթնոլորտ ձևավորելու համար ժամանակ չէին կրակում, չէ, բնակավայրերի։ Այո։ Ինչի համար չէին կրակում, որ ունենան ապացույցներ, որ բանա իրենք կրակոցներ ստանում են հայերի կողմից, բայց ի պատասխան, ասենք, չեն կրակում։ Կամաց կրակը տեղափոխվեց, ասենք, դիրքերից, սկզբից կրակում էին դիրքերի օդ, հետո դիրքերի վրա, հիմա բնակավայրերն են մեկ-մեկ, ասենք, գնդակոծվում, որ ասեն, տեսեք, այս մի ամիսա դուք ուշադրություն չեք դարձրել հայկական ռևանշիստա ագրեսիվական շարժումների վրա եւ իրենք հիմա, երբ որ մեզանից պատասխան կրակ են ստանում, տեղափոխվել են բնակավայր, պահկվելով բնակչության հետևը։ Դա այդ իմ ասած դոսիեի մի մասն է։ Իսկ Թուրքիայի հետ իրականացվող այդ զորավարժությունների մասին ինչ կասեք եւ ավիացիան, որ գործարկել են այս առումով, ինչի են պատրաստվում իրենք։ Ոչ մի արտարոց բան չկա, իրենք մշտապես սկսած 2003 թվականին, երբ որ Իլխամ Ալիևը եկավ իշխանության, սկսեց սրտացնել Թուրքիայի հետ իր հարաբերությունները, քաջ գիտակցելով, որ ինքը մենակ մեր հախից չի գա եւ իրեն պարտնյորա պետք եւ 2007-8 թվականներից էդի դարավ, ասենք, ոնց որ ասած, բանա ռուտինա էլի, ամեն տարի կրկնվող զորախաղեր, մեկ-մեկը հավելյալ ինչ-որ զորախաղեր։ Հիմա ծովային սպեցնազը բոլչի զորախաղեր, ծովային սպեցնազը դե պատրաստվում կամ անդո հրամանատարությունը դե պատրաստվում հետախուզադիվերսիոն նկատի ունեմ Անկարայի թուրքերի մոտ սպեցնազը եւ ասենք հրամանատարությունը գրեթե բոլոր ցամաքային զորքերի հետևակային հրամանատարությունը Թուրքիայում պատրաստություն են տեսնում։ Այսինքն ակտիվ համագործակցություն կա եւ դա է մտահոգիչը։ Ես կասեի, որ շատ վաղուց երևում էր, որ մենք սկսել ենք պատերազմի մեջ գտնվել, մենք ասելով հայերս, մեր երկու գործիքով Արցախի հանրապետության պետական հնարավորություններով եւ Հայաստանի հանրապետության պետական հնարավորություններով Թուրքիայի հանրապետության դեմ մեր պատերազմը այդ ձևերեթում ուղղակի ստեղ կար Բաքվի հանրապետությունը, որը Թուրքիայի գործիքն էր եւ այդ պայքարելով Թուրքիայի դեմ անմիջապես, ասենք, մենք առնչվում էինք Բաքվի հանրապետության զինված ուժերի հետ։ Բնական է, ինքը Անկարայի ղեկավարությունը պիտի միշտ տակ պահի, ոնց որ ասած էս կոնֆլիկտը եւ մշտապես պահի իր իշխանության տակ Բաքվի ղեկավարին։ Բաքվի բռնապետին նույնիսկ եթե հիշում եք Անկարայի, ասենք, ղեկավարը Էրդողանը նույնիսկ հետո մի փոքր ընդհարվեց, երբ որ բացահայտ ասեց, մոռացել ես, որ մենք ենք դա արել, մենք ենք հաղթել։ Դա սրանից երևի մի կես տարի առաջ էր։ 44-օրյա պատերազմում, որ ակտիվ մասնակցել ենք։ Այո, լինում է ոնց որ ասենք խոսքի գնդի հրամանատարը, ասենք Վաշտի հրամանատարի հետ պահի տակ, ասենք ընդհարվի, երբ որ Վաշտի հրամանատարին ինչ որ պարգևներ ա գալի, ասենք եւ Վաշտի հրամանատարը սկսում է մի քիչ հաբրգել։ Լինում է շատ սովորական ընտանիքում էլ նման բաներ լինում, երբ որ տան գլուխը մեկ էլ պահի տակ զգում է, որ երիտասարդ զավակը սկսում է մի քիչ չափ անցնել։ Դա նորմալ է։ Կարծում եք, որ Թուրքիան ցանկանում է անդադ տակ պահել լարված հարաբերություններ Հայաստան-Ադրբեջան լինեն։ Միանշանակ, որովհետև ինքը իր ծառայությունները Ռուսաստանին ինչքան տակ լինի այստեղ, այնքան ավելի թանկ է վաճառելու։ Հիշում ենք, չէ, որ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանն է պայքարում Արևմուտքի հետ, ոնց ուզում եք։ Հիմա կարծես թե Եվրամիության հետ։ ԱՄՆ-ի հետ ոնց որ թե հաշտվում են արդեն։ Ամերիկան մի քիչ հետաքաշվել, բայց դա էլ մի քիչ ծիծաղալու է դիտվում, որովհետև եթե հետաքաշվել, բա ոնց ասենք հարյուրավոր վագոններ ամեն
ամիս, ասենք, զինամթերք է գնում Ուկրաինա, փող է գնում, փաստորեն Ամերիկան մասնակցում է, ուղղակի իր մասնակցությունը Ռուսաստանի դեմ պայքարելուց ինքը մի քիչ ձևափոխել է, ձևաչափն է փոխվել։ Հիմա այդ պայքարի մեջ գտնվելով ով է ամենամեծ օգտվողը Թուրքիան, որովհետև գազը իր տարածքով է, այսօր ասես մի հատ բառ կա, չէ, գազի հաբ։ Այդ գազի հաբը Թուրքիան է դառել։ Ինքն է որոշում ինչքան քանակ Ռուսաստանից գազ դուրս գա, բնականա, ասենք, դա գնում է Բաքվի Հանրապետության տարածքով, Վրաստանի տարածքով, որը տնտեսապես եւ քաղաքականապես բավականին լուրջ թուրքական ազդեցության տակ է, կարելի ասել տնտեսապես նույնիսկ Թուրքիայի կցորդն է։ Եթե ամբողջ Վրաստանը չի, գոնե ասենք իր հարավային մեկ շրջան եւ Աջարիայի հանրապետություն, ասենք, ինքնավար։ Կարճ ասած, Էրդողանը ավելի թանկ վաճառելու համար իր մատուցած ծառայությունները Եվրոպային, որ գազա տալի, եւ Ռուսաստանին, որ ինքը Ռուսաստանի գազ եմ ասում, ամեն ինչ հասկացեք։ Դա երկու կողմանի, ասենք, շարժա, այնտեղ, չգիտեմ, չիպեր, միպեր, այդ ամեն ինչը սա Թուրքիայով եւ Բաքվի Հանրապետությունով այդում, երբ որ որոշ արևմտյան անալիտիկներ իրականում կամ, ասենք, վաճառված յանին փորձագետներ ասում են, որ Հայաստանը, ախպեր, Հայաստանը սահման չունի Ռուսաստանի հետ։ Իրականացնում է այս ամեն ինչ, այդ սանկցիաների շրջանցումը Թուրքիան իր սահմանով կապած Ռուսաստանին կցորդ Բաքվի Հանրապետությունով։ Եվ եթե այստեղ մի քիչ լարված լինի, պատերազմ չլինի, որը կարող քաշի, ասենք, կոմունիկացիաների զգալի հատվածի վրա եւ ստիպված լինեն բացահայտ ամեն ինչը սև ծովով եւ Վրաստանով տանել, եթե մենք կոմունիկացիաներին ոչ մի գարանտիա չունի, չէ, Բաքվի Հանրապետությունը, որ իրական պատերազմ սկսելուց մենք չենք խփի իրենց կոմունիկացիաներին, նկատի ունեմ, ասենք, Ռուսաստանից ապրանքահոսքը եւ արևմուտքից դեպի Ռուսաստան ապրանքահոսքը, որ ասենք գնալու է մեր դիրքերից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Ես նկատի ունեմ, ասենք, Ղազախի շրջանով դեպի Վրաստան։ Եվ այդ կոմունիկացիաներին ոչ մի գարանտիա չկա, չէ, որ մենք չենք խփի, բայց տակ պահել, արդյունքում թանկացնել իրենց բանը, ոչ թե պատերազմ բացահայտ, այլ պատերազմի սպառնալիք, փոխհրաձգություններ եւ այլն առանց կոմունիկացիաներին վտանգելու, դա գին է բարձրացնում եւ Ռուսաստանը գնալով ավելի թանկ է վճարում, Եվրոպան գնալով ավելի թանկ է վճարում։ Որովհետեւ կարճ ասած, եթե հիմա գազի գները բարձրանում են Եվրոպայում, Ռուսաստանի բանը հասկանալի է, չէ, որ արդեն 22 թվականի փետրվարից կամաց սահմանափակվեց, կարելի ասել 23-ից լրիվ կանգնեց։ Բայց հիմա որ բարձրանում է, հիմնականում բարձրանում անդրապատճառով, որ թուրքերը թուրքական սահմանի վրա, Բաքվի Հանրապետության թուրքական սահմանի վրա, ուրեմն իրենք լարվածության ֆոն են առաջացնում եւ գները բարձրացնում են։ Փաստորեն գների բարձրացմանը ֆոն դեր Լայները են աղմախ կանանիկ եւ իրենց ենթակա տղամարդիկ այդ գնա բարձրացման մեջ թող թուրքական հետքը փնտրեն, էլի։ Իսկ այն քարոզչությունը, որ տարվում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարող են կարգավորել, Թուրքիան հենց նույնիսկ միջնորդ կարող է լինել հայ-ադրբեջանական հարաբերություններում, սա իսկապես հաղթահարելի խնդիր է։ Կարծում եք, եւ Թուրքիան, դուք ասում եք, որ միշտ իրեն ձեռնտու է, որպեսզի այստեղ տաք լինի եւ լարվածություն լինի։ Հիմա նա ինչպես կարող է խաղաղարար դիրքերով հանդես գալ։ Իհարկե չի կարող։ Այդպես աղմախ կա, որ մտածում է, որ Թուրքիան կարող խաղաղատեսեր լինել եւ միջնորդ լինել խաղաղության process-ը, ասենք, առաջ տանելու եւ պահպանելու մեջ, ինքն է գլխավոր շահառուն։ Գլխավոր շահառուն այդ տաք վիճակի ինքն է։ Եթե նույնիսկ ինչ-որ թղթեր բան անեն, զարմանալի չի, որ հայկական, ասենք, սահմանի վրա երկու բան կա, անցակետ կա սովետից մնացած, իսկ մեկը թուրքական կողմում անցակետի անունը Էնվեր Փաշայի անվան անցակետ է։ Զարմանալի չի։ Տենց մտքեր ով ունի, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կդզվեն, ինքը ուշադրություն դարձրել է ոնց է կոչվում, ասենք, այդ անցակետի վրա ում անունն ու նկարն է խփած։ Իրանք գոնե հիշում են, որ Էնվեր Փաշան նույն Թուրքիայում, ասենք, դատապարտված անձ է։
հերոսացվում է եւ լավ հերոսացվում է ռոպագանդայի մեջ պետական մարմինները կարան ասեն Էնվերն ու Թալատը, ասենք դատված լինելով, բան, բայց ժողովուրդը հիմա սիրում է մենք ինչ անենք, բայց օֆիցիալ պետական կառույցի վրա, սահմանապահ անցակետի վրա Էնվեր Փաշայի անունն է դրած։ Դա նույնիսկ արձանի մասին չի խոսքը։ Դե մտածում են, որ թշնամու հետ պետք է բարեկամանալ, որ հաղթահարել վտանգները։ Եվ ասում են մենք այլ դաշնակիցներ չունենք։ Ավելի լավ է, որ Թուրքիայի հետ կարողանանք այսպես լեզու գտնել։ Երբ որ խոսում են դաշնակիցների մասին, պետք է հիշեն, որ մենք ունենք դաշնակից։ Արյունով մեր հետ կապված դա Սփյուռքն է։ Սփյուռքի հետ աշխատանքները պիտի գլխավոր ուշադրության կենտրոնում լինի արտաքին, ասենք, գերատեսչությունը, արտաքին գործերով զբաղվող։ Բացի դրանից մենք պիտի շատ լավ կառավարենք մեր եղած ռեսուրսները։ Միասնության վրա աշխատենք հասարակությամբ, չբաժանենք հասարակությունը տարբեր, ասենք, նկարներով բարձի տակ քնող մարդկանց վրա, այս մեկը ասենք օպոզիցիոն լիդերի նկարն է փաթաթվում քնում, այս մեկը ասենք իշխող կուսակցության նկարն է համբուրում, հետո քնում։ Այդ ձևի բաժանություն պիտի չլինի։ Հասարակությունը պիտի մասնակցի այդ process-ներին, այդ ընտրական եւ այլն նախընտրական քվեարկելով, միտինգներին գնալով, բայց ոչ մշտապես տարիներով ատելության մթնոլորտ, ասենք, սերմանելով։ Եվ այդ ամեն ինչի մեջ հիմար եւ սխալ պահվածք են դրսևորում թե իշխող կուսակցությունը, թե իր դեմ պայքարող կուսակցությունները։ Միասնության մասին է պետք մտածել, որտեղ դա քո միակ ռեսուրսն է, որը որ թույլ կտա առանց պետություն դաշնակիցների կանգնացնել հակառակորդին եւ հետ մղել։ Իսկ Ադրբեջանի այս ինտենսիվ զինվելը ինչպես կբացատրեք եւ պահանջները, որ հայկական կողմը պետք է ռազմակայունանա, պետք է սահմանում չկանգնեն զինված ուժեր, սահմանապահները միայն լինեն եւ այն պահանջները, որոնք իրենք ներկայացնում են։ Շատ նորմալ է, եթե վերցնենք, ասենք, խաղաղություն հաստատելու process-ը, որ պիտի սահմանի վրա կանգնեն, ասենք, ոչ թե բանակը, այլ սահմանապահները։ Բայց մենք ուշադիր ենք թուրքական սահմանապահների զենքերի եւ մարզվածության, ասենք, որակների նկատմամբ։ Իրանց սահմանապահ զորքերը ոչ մի ձև չեն զիջում իրենց բանակին։ Ոչ մի ձև։ Միայն տանկեր չունեն։ Բայց տանկերը սահմանապահներից, ասենք, 10-15-20 կիլոմետր հեռու գտնվելով, հաշվի առնելով տանկի արագությունը, ավելի շուտ նույնիսկ կարան գանտեղ հասնել, քան ասենք, եթե սահմանապահ զորքերի տանկերը լինեին։ Մարզել է պետք ժողովրդին, սահմանապահ զորքերը պիտի ունենան մեր հայկական ակնթարթորեն պահկվելու եւ կրակ պաշտպանված դիրքից վարելու հնարավորություն։ Ես նկատի ունեմ սահմանից ոչ հեռու 200-ից 500 մետր հեռավորության վրա գտնված բաներ, կրակակետեր պիտի լինեն վերևից եւ կողքերից պաշտպանված, հողածածկով, բետոն, երկաթ, կապ չունի, ասենք, ինչ ձևի դիրքեր, պիտի լինի, ասենք, մարզված սահմանապահ, ոչ մի բան չի փոխվում։ Սահմանապահ թե բանակ ինչ է փոխում, ոչ մի բան։ Դա նորմալ է, եթե իրոք խաղաղության ենք հետում։ Եթե խաղաղության անգամ չես գնում, մեկը քո սահմանապահ զորքերը պիտի լինեն մարզված, պարապած, զենքով, տեխնիկայով, չգիտեմ, ռադիոմիջոցներով, հակաօդային հնարավորություններով, հակատանկային հնարավորություններով, ասենք, հագեցված զորքեր, ոնց որ թուրքերի մոտ է, որը որ յանիմ, ասենք, սահմանապահաբերում արդյունքում ինք խաղաղություն է ուզում։ Մի հատ ուղղակի խփեք, ասենք, բան, Учение пограничных войск Ադրբեջանը եւ տեսեք, ասենք, իրենց վարժանքները։ Իսկ ինտենսիվ իրեն զինվելու հետ կապված ինչ կասեք։ Եվ առասարակ ունեք տվյալներ վերջին շրջանում։ Շատ կարևոր է, տվյալներ քիչ թե շատ կան, բացի այն գաղտնի ինֆորմացիայից, որը որ ասենք թուրքը գաղտնի է պահում եւ մենք ոնց որ ասած բաց աղբյուրներից չենք կարող բացահայտենք իրենց հավելյալ ինչ որ զինվելը եւ սպառազինության որոշ տեսակները, որ ինքը գաղտնի է պահում, դա լավ զինվում է։ Ով է խանգարում, որ մենք այդ զինվելու դեմ մերը սարքենք կամ մենք էլ զինվենք։ Ինքը զինվում եւ պարապում է։ Մենք զինվում եւ պարապում ենք։ Չգիտեմ, ճիշտ ասած։ Ռեսուրսները զինվելը ասում են զինվում ենք։
Ասում են, որ նա հաստատ զինվում, մենք ասենք որոշ զենքի տեսակներ կա, որ Հնդկաստանից, ասենք, եւ Ֆրանսիայի բաց աղբյուրներից, ասենք, ասում են, որ Պայմանագրերի մասին ամեն դեպքում խոսում են։ Մեկ բանա հիմար խոսակցություն եմ լսում, որ մեր լրատվամիջոցները տարածում են ինչ, այ ախպեր, եթե Հնդկաստանը խոսքեր իր լրատվամիջոցներով դրել է, հիմա տարածում ես, չես տարածում, ով պետք է չիմանար, ինքը արդեն գիտի, այդ ապուշ խոսակցությունները, որ մի տարածեք, խի, կարող է այդ մի անգամ, ասենք, երկու անգամ հնդկական թերթերում գրվեց, թուրքերը չնկատեցին։ Ինչ ապուշ են թուրքերը արա, մանավանդ Բաքվի Հանրապետության, չենք նկատում։ Պետք է մի 100 անգամ ստե լրատվամիջոցները հայկական կրկնեն հնդկական կամ ֆրանսիական լրատվամիջոցների խոսքերը, որ նոր թուրքերը իմանան, հա, հակառակը, դու պետք է այդ ամեն ինչը, ասենք, նույն ձևով թաքցնես, միջև, ասենք, բացահայտվի, միջև ուծեշկայք լինեն, ուծեշկայքից հետո դրա մասին խոսած։ Սա խնդիրը, ասենք, նույնիսկ դրա մեջ չէ, սա խնդիրը դրա մեջ է, որ մենք հասարակությանը չենք պատրաստում։ Ընկերս ուրեմն ռոլիկ ա ուղարկել Հելսինկիից, թնդանոթը քաղաքի կենտրոնում չէ, բայց արվարձաններից մեկում դրել դմփսնում էին խալաստով, ասենք, սնարյադներով։ Նորմալ է, չէ՞, պատերազմի մեջ չի։ Բայց բերել է թնդանոթը դրել է, ասենք, արվարձաններից մեկում ու սկսում է կրակել։ Բազմաթիվ կադրեր կա Ֆրանսիայում, չգիտեմ, Գերմանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում զորքերը, ասենք, զենքը ձեռը ուսապարկով, ոչ թե պարադի ժամանակ շարժվում են քաղաքում եւ քաղաքացին նորմալ այդ ամեն ինչի վրա նայում, թաքուբիր, ասենք, սելֆի անողներ կան կամ կողքից նկարողներ կան։ Մեր մոտ երբ որ մենք, ասենք, վարժանքներ ենք անում ոմայով, մեկը կարող է զանգեն ասեն, բանը անհանգստանում է բնակչությունը, ախմախ բնակչությանը սովորացրա քո հայ զինվորի տեսքին, որ ուրիշի զինվորի տեսքին, ասենք, ինքը ականատես չլինի։ Ոչ թե բանը, չէ, տարդ հակում տեղ վարժանքներ արա, որ բնակչությունը չտեսնի, չվախենա։ Ոնց որ հիմար, ասենք, հայտ, ես մեկ-մեկ հիմար բառը ասում եմ, չեմ ուզում ավելի կոշտ բաներ ասեմ, էլի, հիմարը ամենաթեթևն է։ Հիմար, ասենք, բանը, մարդիկ կային, ասում էին, ստե ինժեներական են արել, ստե ճանապարհներ են արել, հիշեք, երևի մի 2 տարի առաջ, ուրեմն հանձնում են։ Արա կարող է երկրորդ գիծ են սարքում, աղջիկ ջան, մի խելքդ գլուխդ հավաքի, խես պետական, ասենք, ռազմական գաղտնիքներ բացահայտում։ Նկարում ասում էր, հա, տեսեք, ընդ առաջնագծից 2 կիլոմետր, 5 կիլոմետր հեռավորության վրա ստե ճանապարհ է սարքված, զուգահեռ ասֆալտի ճանապարհին բնությանը վնաս է տված։ Այդ բնությունը ումն է պետք, եթե Հայաստան չլինի։ Ոչ մեկին։ Ամենայն դեպս ինձ պետք չի, եթե Հայաստան չլինի, Հայաստանում կարա քարը քարի վրա չմնա ու ես դեմ չեմ լինի դրան։ Հակառակը օգնեմ այդ ամեն ինչին։ Մենք պիտի հասկանանք, որ պատրաստվել է պետք։ Եվ թուրքերի պատրաստության ուշադրություն պետք է դարձնի ոչ թե հասարակությունը, ասենք, եւ դուք հարց տաք, ես պատասխանեմ, այլ մեր հետախուզությունը, մեր պետական կառույցները եւ պատասխանեն դրան մեր վարժանքներով, մեր դասընթացներով, մեր պարապմունքներով։ Դե Փաշինյանն ասում է, դուք մեզ եք մատնանշում, բայց դուք 3 անգամ ավել եք զինվում եւ նշում եք, որ երկրներից։ Դե լավ, հա, զինվեցին, էլի եմ ասում, բայց իր վարժանքներն ու պարապմունքները մշտապես, ասենք, համացանցում են, իսկ մեր վարժանքներն ու պարապմունքները ոչ։ Բայց դե ասում են, ինչքան էլ մենք զինվենք, չեն կարող հասնել իրենց, միշտ էլ այդ անհամաչափությունը լինելու է։ Հաշվի առնելով նաեւ Թուրքիայի գործոնը։ Դա Ուկրաինան գիտեք բնակչությունով ինչքան է Ռուսաստանից պակաս։ 3.5։ Քանի տարի է չի հաշտվում, չի հանձնվում եւ չի բացառվում, որ երբ որ ռեալ օգնություններ սկսի, ասենք, Ռուսաստանի հաղթանակները մինիմալացնեն։ Որ Ռուսաստանը հաղթելու է դա միանշանակ, չի պարտվելու 100%, 200% ինքը չի պարտվելու։ Բայց ոնց որ թե Ուկրաինան էլ չի պարտվում։ Բայց տարածքներ է կորցնում։ Հա, բայց ասենք համենայն դեպս չի ոչնչանում։ Չի ոչնչանում, չէ՞։ Գոնե հիմա ինքը չի ոչնչանում։ Այն տարածքները, որտեղ պատերազմը, ասենք, թեժ բանը սահմանային բախումները, ասենք, ճակատային կռիվների են վերածվել, հասկացա, ընդ է սրբվում է, բայց մնացած Ուկրաինան չի ոչնչանում։ Բնակչությունը հələ չեմ ասում, ռուսը բանը ցեղասպանելու ցանկություն էլ չունի, չէ՞։
Իսկ մենք պատրաստվում ենք դիմադրել, որպեսզի Հայաստանը չոչնչանա, դրան պլյուս ի տարբերություն ռուս-ուկրաինական բախումների, որ չցեղասպանվի քո բնակչությունը, պատրաստվում ենք։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ ռազմամարզականից բացի ոչ մեկ չի պատրաստվում, ռազմամարզական կառույցներից, ռազմահայրենասիրական կառույցներից ոչ ոք չի պատրաստվում։ Գերադասում են գնան ֆրանսիական պլաժերում, ասենք, մուսուլման էքստրեմիստի տրակտորի տակ մահանան։ Կամ Շարլի Էբդոյում, ասենք, այդան նկարչություն անեն, դրա համար երկար ժամանակ, ասենք, բարձր աշխատավարձ ստանան, մինչև էքստրեմիստ ալժիրացիները մտնեն իրենց գնդակցիներով գնդակահարեն։ Բայց ոչ մի դեպքում Հայաստան պաշտպանելու ցանկություն ոնց որ թե մեր բնակչությունը չունի։ Եվ պետական եւ ասենք օպոզիցիոն, ոնց որ ասած քարոզը, որ պիտի միտված լինի, ասենք, բնակչությանը քարոզել եւ նախապատրաստել, որ արհավիրքներ չլինեն թուրքական ագրեսիվ քայլերը, չվերածվեն արհավիրքների, իրենք ավելի շատ զբաղված են մանկական կարատեով։ Խոսենք մենք տեղեկատվական պայքարից, որ կարատեի հետ եմ, էլի, որ հանկարծ չկպնի, քթիկի ծառում չգա։ Խոսենք նաև Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական պայքարի մասին, ադրբեջանական CBS ալիքներ ոմային անդրադարձել, ներկայացրել որպես ահաբեկչական խմբավորում։ Այս մասով ինչ կասեք, ինչ նպատակ ունի եւ 1-2 տարի առաջ էլ Թուրքիայից էր նման հայտարարություն հնչել Թուրքիայի խորհրդանի падգամավորից։ Դե մի քիչ առաջ որ ասեցի, դրա հետ սերտ կապված է։ Ոմայի եւ մյուս ռազմամարզական, ռազմահայրենասիրական կառույցների աշխատանքը թուրքերին ցույց է տալի, որ եթե 3 միլիոն բնակչությունից գոնե մի 30,000 հոգի պատրաստված լինեն, ինչ բարդություններ ունենալու, ինչքան ասենք կորուստներ ունենալու եւ փորձում ասենք այդ կորուստները ավելի նվազեցնի, ասենք քար գլորելով այն կառույցների վրա, որը որ ասենք մենք ընդհանրապես հաճախ չենք էլ նկատում։ Ես նկատի ունեմ Տիգրան Մեծը, չգիտեմ, Պոգան, Պամպան, Ազատազենը, Ոման, այդ կառույցներին ակտիվ մասնակցել է պետք եւ թե պետական այրերը պիտի ասենք, եթե խելք ունեն, պիտի մաքսիմալ բնակչությունը բրդեն, որ այդ կառույցների մեջ ոնց հասկանում են պետությունը մի քիչ զգուշանում է ակտիվ մարզել եւ պարապացնել բնակչությանը։ Թե իրենք պիտի ասենք պետական այրերը եւ իշխող կուսակցությունը պետք է բրդի բնակչությունը եւ համոզի ինչ որտեղ ստիպի, որ մասնակցեն նման կառույցների մեջ ասենք վարժանքներին, նույն ձևով օպոզիցիոն, ասենք, պարլամենտում ներկայացված, նույն ձևով պարլամենտում չներկայացված օպոզիցիոն կառույցները, եթե իրանք նման բաներ չեն անում, ես խիստ կասկածում եմ, ասենք, որ թե պոզիցիան, թե օպոզիցիան, թե պարլամենտից դուրս օպոզիցիան, որ իրանք մտածում են ժողովրդի մասին։ Եթե իրանք մտածում են 100 դրամ տրանսպորտը պահպանվի, բայց 150 չլինի, որ ժողովրդի ջեբի մեջ չմտնի։ Իսկ որ ասենք ժողովուրդը կարա թուրքական ագրեսիայի դեպքում այս մի քաղաքացին զրկվի իր տնից, հələ կյանքերի մասին չխոսամ, Իրանից խլեն իր դաչան, որտեվ պապերի հողախոսքի գտնվում է Եղեգնաձորի շրջանի ենթադրենք Հորս գյուղում, ում է զրկվելը ավելի մեծ վտանգ կա թուրքերից, քան ասենք տրանսպորտի 50%-ով թանկանալը, ճիշտ է, բայց եթե դու ժողովրդի բանի մասին ես մտածում, չսննկանալու մասին ես մտածում, բախի են մյուս ասենք իր շահերը ֆինանսական չես պաշտպանում, նույն ձևով, եթե ասենք պետությունը պետական այրերը եւ իշխող կուսակցությունը, որը համապատասխան օրենքները ասենք պարլամենտում ընդունում, եթե մտածում է ժողովրդի շահերի մասին եւ 16 միլիոնանոց ասենք ծրագիր սահմանամերձ գյուղերում շինարարության, բայց շինարարությունը եթե ինքը անելու է ու հետո ասենք թուրքերը գանը թե ապրեն, կարող է մի քիչ ունենց խելամիտ չի այդ ամեն ինչը, կարող է ասենք այդ ինչ որ պայման պիտի դնես քաղաքացուն հետ Արչև, որ նաև այդ բնակյա վայրը, որտեղ որ դու այդ շենքը կառուցում ես, պիտի դրա ինքնապաշտպանության համակարգի մեջ ընդգրկված լինես, ասենք սիլի սամահաբարոն էլ, ասենց ասենք, կամ տարածքային պաշտպանություն, կամ աշխարհազոր այս Երասխավան գյուղի աշխարհազորում ընդգրկված լինես, վարժանքների մասնակցես եւ այլն եւ այլն։ Եթե դա չես անում, քեզ 16 միլիոնը չի հասնում։ Հակառակ դեպքում ես սկսում եմ մտածել, որ այդ տները մենք կառուցում ենք թուրքերի համար։
ու հենց այտենց էլ նախորոք մտածել ենք, որ կառուցենք, որ գա թուրքը ապրի։ Իսկ եթե իմ ասած ձևով անես, դա արդեն մի քիչ ուրիշ ձև է դիտվում, նշանակում է, որ դու իրոք ուզում ես, ասենք, վերաբնակեցնես շրջանների այն բնակավայրերը, որոնք սահմանամերձ են, իրենց վերածելով սահմանապահ, եւ դա կբերի, ասենք, որ թուրքերի աշխուժ ակտիվ, ասենք, գիշերային կրակոցները չեն հայաթափում հայ բնակչությանը այդ գյուղերից, որովհետեւ այս մարդը 16 միլիոն իր գույքը այդտեղ ունենալով պայման ունի այդ գույքը չունես կզրկվես, եթե ինքնապաշտպանությանը չես մասնակցում, ինքը ուզած չուզած կգա իր գույքը պաշտպանելու, կամ էլ կհրաժարվի պետությանը $40,000 վնաս տալու։ Իսկ դա վնաս է, երբ որ ինքը $40,000 փող է վերցնում, շինարարություն անում եւ չի պաշտպանում, դա վնաս է։ $40,000 բյուջեից պակասեց։ Խոսենք նաև մեր շուրջ տիրող իրավիճակից, Հնդկաստան եւ Պակիստան փոխհրաձգությունից ինչ զարգացումներ կարող է լինել, նաև Իրանի հետ կապված, որ միջուկային ծրագրի հետ կապված չկան համաձայնության, արդյոք գործողություններ կհաջորդեն, որովհետեւ Թրամփը այդպիսի նախազգուշացում ամեն դեպքում արել է։ Եվ Պակիստան-Հնդկաստան այս փոխհրաձգության արդյոք Ադրբեջանն էլ կմասնակցի, Թուրքիան կարծես թե աջակցություն որոշակի ցուցաբերել է Պակիստանին։ Կարծում եմ Բաքվի Հանրապետությունը ստիպված է լինելու sense տենց աջակցություն ցուցաբերի Պակիստանին, որովհետև դա այն երկիրն է, որ իր խնդրանքով 92 թվականից չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, իսկ 2020 թվականին իր սպեցնազը ուղարկել էր բացի մնացած աջակցությունները, բայց նաև զորքի մի փոքրիկ, բայց զգալի հատված էր ուղարկել Բաքվի Հանրապետության տարածքում, ասենք, գտնվել են, ոնց որ թե մարտերին չեն մասնակցել, համենայն դեպս կորուստներ չի արձանագրվել այդ սպեցնազից, բայց համենայն դեպս եկել էին, որ մասնակցելու։ Եվ ի պատասխան ինքը այն երկիրը չի էլի, որ Բաքվի Հանրապետությունը քցի իրան։ Միջուկային երկիրը, երկրորդը մուսուլմանական, ասենք, երկիրն է իր բնակչությունով, կարծեմ Ինդոնեզիայից հետո շատ լուրջ խաղացող է։ Հնդկաստանի հետ իր այս բախումներն էլ ոնց նայում ես, ասենք, Պակիստանի ավակ դաշնակցի ոնց որ թե բաներն են էլի, խաղերն են։ Հաճախ մերոնք չեն նկատում, որ Պակիստանը ում դաշնակիցն է։ Սա ասում են Ամերիկայի մեծ հարցական է, իսկ աղա Չինաստանի։ Իսկ եթե Չինաստանի, ուրեմն այն ակցիանը, որը որ երկու ատամ ունի, դա Չինաստան եւ Պակիստան, Հնդկաստանը սեղմելու խնդիրը լուծում, ինձ թվում է ավելի շատ դա է, մեզ վնաս կարա տա միանշանակ, որտեղ Հնդկաստանի հետ բան ունենք, զենքի զինամթերքի մատակարարման կոնտրակտներ ունենք, կարող է այդ կոնտրակտները սկսեն ուշանալ, ոնց որ ռուսական կոնտրակտները ուշացան, հիշում եք, մենք Ռուսաստանին փող ունենք փոխանցած զենք զինամթերքի եւ տեղ չեկավ, որտեղ ինքը Ուկրաինայի հետ հակավ, պատերազմական իրավիճակ առաջացավ եւ արդեն 3 տարի է տևում է։ Կարծում եք կարող է զարգանալ այս չի բացառվում, բայց շատ վտանգավոր է, վերջապես իրանք երկուսն էլ միջուկային ռեգիոնալ գերտերություններ են, կարա լուրջ բարդություններ լինի, բայց կոնկրետ մեր վրա կարա արձագանքի ինչ ձևով, որ զենք զինամթերքը ուշացվի կամ ընդհանրապես չգա Հնդկաստանից։ Իսկ Իրանի հետ կապված տեսնում եք խնդիրներ, որ կարող են զարգացում դեպի գնալ կամ Թրամփի հետ չկարողանան համաձայնության գալ։ Միջազգայնագետներ եւ հոգեբաններ պիտի նայեն, որտեղ Թրամփը ինքնուրույն որոշում ընդունող անձ է, նրա համար հոգեբան, բայց միջազգայնագետներ, որ ինչ-որ բարերից, բանակցությունների, ինչ-որ ընթացքից բանից կարծիք կազմեն, թե ոնց է ստացվում։ Իրանի հետ կարամ ասեմ, որ եթե բախումներ լինեն Իսրայելի, Ամերիկայի համատեղ, ասենք, իրենց օժանդակող կամ չօժանդակող ուժերի հետ համատեղ Իրանի վրա, եթե հարձակում լինի, մենք լուրջ խնդրի մեջ ենք հայտնվում, որովհետև այդ փոշին, որ բարձրանալու է այդ հարվածներից, թուրքերը կփորձեն օգտվեն։ Ընդհանրապես ուժեղ մարդը օգտվում է անգամ, երբ որ կործանարար հարվածներ է ստանում։ Ես այս վերջերս մեկ հոգու հետ զրուցելուց հիշեցի մի բան, ուրեմն
1945 թվականին, երբ որ օգոստոսին 6-ին եւ 9-ին միջուկային հարվածներ հասցրեց Ամերիկայի օդուժը ճապոնական կղզիներին, ուրեմն ճապոնական երկու մեծ բանակ կար Չինաստանում։ Մեկը Չինաստանի հյուսիսում, Մանժուգո երկրում, ասենք, դա Չինաստանից անջատած արհեստական երկիր էր, որը կանգնած էր սովետական զորքի դեմ, դա կվանտոնյան բանակներ, 1 միլիոնից ավել, ասենք, մարդ ուներ, եւ հարավում չինական Գոմինդանի եւ Մաո Ձեդունի դեմ կռվող, ասենք, բանակներ, ուրեմն երբ որ միջուկային հարված եղավ Ճապոնիային, կործանարար հարված էր, չէ՞։ Չինաստանի ուղղության վրա հաջողությունները իրանք մի քանի օրվա մեջ շատ լուրջ առաջխաղացումներ ունեցան, փաստորեն հարվածը, որ իրանք հասցվեց, պիտի ծնկի կանգնացրեր, իսկ իրանք առաջ գնացին, հաղթական մարտեր սկսեցին վարել, ստրատեգիական չէ, բայց օպերատիվ խորություններ, ասենք, տեղ-տեղ 60-70 կիլոմետր առաջխաղացում, իսկ կարծեմ միտեղ մինչև 200 կիլոմետր առաջխաղացում էին ունեցել։ Եթե դու պատրաստված ես, անգամ քեզ հարվածը, որ հասցնում են, դու կարաս վերածես, ասենք, քո օգտին, փոխես քո օգտին, վերածես քո հաղթանակին։ Իսկ եթե պատրաստված չես, այն հոյակապ մասնագետ, որը որ ասենք իմ սպաներից մեկն էր, իմ ասելով, ես երբ որ ժամկետային զինծառայող էի եւ սերժանտ էի, ասում էր, բանա, удача подарок профессионалу։ Հաջողությունը դա նվերա արհեստավարժ մարդուն, արհեստավարժին։ Եթե դու արհեստավարժ չես, այն լոտոյով կամ լոտարիայով 100 միլիոն դոլար էլ կրես, դա ի վնաս քեզ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի ՈՄԱ-ի հիմնադիր Վովո Վարդանովի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։